Հարաս Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էջով, ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստան Տաշինքի առաջնորդ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան երեկ հղեց նախընտրական իր ուղերձը, որում մեջ անդիդել տվավ, որ գործող իշխանությունը քարոզարշավը վերածած է Հայաստանի պատմության ամենեն գեղդոտ քաղաքական գործընթացին։ Այս քարոզարշավը դարձած է անոնց 8-ամյա իշխանության ամբողջ էության մարմնավորումը։ Քոչարյան հրամայական նկատեց 8 տարիներու հայտարարությունը փոխարինել արագ վերականգնումի տարիներով։ Հայ ժողովրդին բադիվը, արժանապատվությունը եւ ներուժը վերականգնելով։ Անհրաժեշտ է, որ 7 հունիսը հայ ժողովրդին համար պատմական օր դառնա։ Մենք պետք է ապացուցենք ամենեն կարևորը, միայն մենք ենք, որ գորոշենք մեր ճակատագիրն ու ապական։ Այս ընդրությամբ մենք պետք է վերադարձնենք հայկական պետության գոյության ամբողջական իմաստը, ըստ ան դիտել տալով, որ Հայաստան պետք չէ մնայուն գերբով ճգնաժամեր հաղթահարող երկիր լա։ Մեր նպատակը բարձրապես իշխանապողություն չէ, մեր նպատակը հայկական պետության որակին վերականգնումն է։ Ես գերաշխավոր եմ, որ պատերազմ եւ ավելորդ լարվածություն պիտի չլա, ըստ Քոչարյան շեշտելով, որ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է ծառայե ժողովրդի շահերուն եւ ոչ թե այլ պետություններու շահերուն։ Այս իշխանությունը հագարակը գնե։ Այն ճգնաժամերը եւ խնդիրները, որոնց դիմաց կանգնած ենք, այս իշխանության պատճառով է։ Մենք չենք խաղար մեծ դերություններու հագասություններուն վրա։ Մենք բարեկամական հարաբերություններ կրնանք ունենալ Ռուսիո հետ եւ միաժամանակ զարգացած հարաբերություններ ունենալ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգներու հետ։ Մենք այդ հաջող փորձը ունենք։ Ոչ ոք մեզի չի կրնար դադարել Ռուսիո հետ հարաբերություններու կամ Իրանի հետ գործընկերության համար, այն պատճառով, որ մենք անվտանգության եւ զարգացման հարցերուն պատասխանատու եւ խելացի ձևով կմոտենանք։ Ես վստահ եմ, որ բոլորին ներառյալ Թուրքիա եւ Ադրբեջանի հետ փոխադարձ շահերու հարկումին հիման վրա գրնամ արժանապատիվ երկխոսություն ունենալ, դիտել տվավ Քոչարյան։ Քոչարյանն նաեւ ասավ. Ընդրություններն յետք մենք դարձյալ պետք է սորվենք մեկ երկրի մեջ ապրիլ, միասին աշխատել եւ զիրար հարգել, անկախ քաղաքական տարածայնություններն։ Իշխանապողությունը գայունություն կբերե, բայց գայունության հետ գուկա նաեւ բարձր պահանջ։ Պետական մեքենան պետք է ժամացույցի պես աշխատի, որբեսի ապահովե երկրի զարգացումին հզոր թրիչքը։ Ես ցեզի կվստահեցնեմ, որ միասին կրնանք, եզրափակեց Ռոբերտ Քոչարյան։ Երեկ Հայաստան Տաշինքի գետրոնական գրասենյակին մեջ դեղի ունեցավ ընդրական խախտումներու մասին Տաշինքի ներկայացուցիչներուն մամլո ասուլիսը, որուն մասնակցեցան Տաշինքի անդամ Արզվիկ Մինասյան եւ Ֆաստապան Հովանես Խուտոյան։ Արզվիկ Մինասյան հայտարարեց. Այնինչ որ Հայաստանի մեջ գործող իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը եւ անոր բարակլուխ Նիկոլ Փաշինյանը կգադարե, ոչ միայն մարդոց հիմնարար իրավունքներու ոտնահարում է, այլև հանրային բարոյականության բացահայտ ոչնչացում է։ Այս բահուս, ինչպես գիտեք, արդվն է դարածված դեղեկատվության համաձայն, քաղաքական իշխանությունը իր հլու հնազանդ իրավաբար համագարկը օգտագործելով ինտիմատիր գրեթե բոլոր ուժերուն եւ զանազան վայրերու մեջ այսպես կոչված գործողություններ կգադարե։ Այդ գործողությունները ակնհայտորեն որևէ լուրջ հետևանք չեն ունենար, որովհետեւ թե իրենց հրաբարակումները, թե այսպես կոչված բացահայտումները կխոսին այն մասին, որ իշխանությունը կհասկնա հողը ոտքերու դագեն գերտա եւ կփորձե գեղձ պատկեր ստեղծել հարության մոտ, ինչպես նաեւ հիմնավորումներ ներկայացնել միջազգային գազམ་ագերբություններուն, թե Հայաստանի մեջ իբրև թե ինտիմությունը ընդրախախտումներ կկատարե։ Մինչդեռ ամենեն մեծ ընդրախախտողը իրենք են։ Ընդրական մթնոլորտը, որ ունի Նիկոլ ադելություն եւ տշնամանք կդարած է, հանրային բարոյականության բոլոր սահմանները անցնելով այսօր եւս կշարունակվի։ Ան իր վարկակիցով կշարունակի իջեցնել բոլոր նշացողները եւ քարոզարշավին հաղորդել այնպիսի բնույթ, գարձես թե հանրային լայն աջակցություն ունի, նշեց Արզվիկ Մինասյան։ Հովանես Խուտոյան իր գարկին ասավ.
Իրավաբա համագարկը նույն երկխոսության մեջ է։ Երկրին վարչապետը սպառնալիքներ կհնչեցնե եւ խուլիգանություն վարկակից կդրսևորե։ Իրավաբաները չեն արձագանքեր, բայց նույն իրավաբաները շատ ավելի մեղմ խոսքի կամ գոշտ քննադատության համար մարդ կրնան գարանավորել։ Ան ընդգծեց, որ պետական գարկ-մգարույցներ շուրջ 2 ամիս է ագնհայտորեն լծված են քաղաքական քարոզչության։ Երեք ընդրական բանավեճի ընթացքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտնեց. Անկախության հռչակագիրի մասին ես ասած եմ, ժողովուրդ, իմ քաղաքական որոշումս է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք չէ շարունակենք, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ, ես ասած եմ, ժողովուրդ, հեղափոխություն կատարեցեք եւ ինձի իշխանութենեն հերացուցեք։ Քանի ինձի իշխանութենեն դակավին չեն հերացուցած, ես կառաջնորդեմ այս դրամապանությամբ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակեր, եւ հիմա մենք նոր սահմանադրության օրագարկ ունենք եւ գսենք, որ այնտեղ անկախության հռչակագիրին հղում չենք կրնար կատարել, ըսավ Փաշինյան, խոստովանելով, որ պիտի ընթարաչե Ադրբեջանի բահանջին։ Երեք հերացանային զրույցի ընթացքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Եվրոպական հանձնախումբի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն քննարկեցին Ռուսիո կողմի վերջերս Հայաստանի հանդեպ գերարգված սահմանափակումները։ Այս դեղեցությունը հաղորդող ֆոն դեր Լայեն նշեց հետևյալը. Արդազումի սահմանափակումները ընդլայնելով Մոսկվա տնտեսական գաբերը իբրև քաղաքական ճնշումի զենք կգործածե, ինչ որ անընդունելի է։ Մենք այս բեմակրության ցանոթ ենք։ Ահա թե ինչու Եվրոպան Հայաստանի գողքին ամուր կանգնած է։ Մենք աջակցության թղթաձրարը կպատրաստենք, նշեց ան, դիտել տալով, որ թղթաձրարը կներառե նյութական անհաբաղ աջակցություն, ավելի քան 50 միլիոն յուրո։ Ֆոն դեր Լայենի համաձայն այս աջակցությունը ուղղված պիտի լա գարկմահայկական արտադրություններու, հատկապես գյուղատնտեսական սննդամթերքի արևդուրը մեղմացնելու նախաձեռնություններուն եւ վնասված մարզերուն, ինչպես նաեւ հայկական ծաղիկներու արտահանման։ Ան տեղեկացուց նաև, որ Լատվիա պիտի հասնին 10,000 ծաղիկներ, որոնց հետ այլ խմբականակներ եւս պիտի ներածվին։ Թուրքիո հետ արևդրական ուղիներու վերջերս վերապացումը ներառյալ Վրաստանի եւ Թուրքիո միջոցով անցնող երկաթուղային գաբը հիանալի քայլ է դեպի առաջ։ Հայաստան ներուժ ունի դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան իրարու գաբող ռազմավարական հանգույց, ընդգծեց Լայան։ Ֆոն դեր Լայեն վերահաստատեց Եվրոմիության պատրաստակամությունը ենթակառույցին ծրագիրներուն եւ դարաշրջանային հաղորդակցություններու զարգացումին աջակցելու։ Հայկական կողմին համաձայն հերացանային զրույցի ընթացքին կողմերը համաձայնած են ստեղծել Հայաստան-Եվրոպա միություն աշխատանքային միացյալ խումբը, որ ընթացիկ ծրագիրներու իրականացումը պիտի համարգե եւ համագործակցության նոր ուղղությունները քննարկե։ Ռուսիո բաժամիջոցներու ագնարգություն չկա, միայն նշված են Հայաստանի թիմած ծառացած տնտեսական մարտահրավերները։ Ֆոն դեր Լայենի հայտարարությունն յետք Երևանի մեջ հայտարարեցին, որ Հայաստան ունի բավարար կարողություն արհեստական սահմանափակումներուն արձագանքելու։ Ներքին մագարտակի վրա Հայաստանի կառավարության երեկվան նիստին որոշվեցավ աջակցել բդուղ պանչարեղեն եւ ծաղիկներ արտահանողներուն։ Արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան եւս հայտնեց, թե Եվրոպական միությունը պատրաստ է հայկական արտադրությունները ընդունել, բայց պետք է չափանիշներուն համապատասխանել։ 3 նոյեմբերին Միացյալ Նահանգներու տարածքին տեղի ունենալիք կոնգրեսական, նահանգային եւ դեղական ընտրություններն 50 օր առաջ Արևմտյան եւ Արևելյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբերուն նախաձեռնությամբ եւ Ամերիկայի հայտարարի հանձնախումբի գետրոնական գրասենյակին համագործակցությամբ 14-15 սեպտեմբերին Վաշինգտոնի մեջ տեղի պիտի ունենան հայտարարի հանդիպումներ, որոնց ընթացքին շեշտը պիտի տրվի հայությունը հուզող հարցերուն շուրջ։ Հայության կվեներեն արաբելակույն քաղաքական շահերը ապահովելու նպատակով կոնգրեսականներու եւ անոնց ներկայացուցիչներուն հետ տեղի պիտի ունենան տեսակցություններ քննարկելու համար Արցախեն բռնի տեղահանված հայերուն վերադարձի իրավունքը, Ադրբեջանի կողմի աբորինի գերբով բանդարգվող հայ քերիներու ազատ արձակումը, ազատության աջակցության օրենքի 907-րդ կետին ամբողջական գիրարգումը, որբեսի գասեցվին Բաքուին դրվող ամերիկյան ռազմական օժանդակությունները։
15 սեպտեմբերի երեկոյան տեղի պիտի ունենա պատասխանատվություն 2026 Արցախ արդարություն, ազատություն, վերադարձի իրավունք խորակիրով հավաքումը կոնգրեսի շենքին մեջ։ Նշելու համար սեպտեմբեր 2023-ին Բաքուի կողմէ Արցախի մեջ կատարված ցեղասպանական արշավին դարելիցը։ Ձեռագիրը պիտի համախմբե կոնգրեսի անդամներ, հայկական գազམ་ագերբություններ ու ներկայացուցիչներ, մարդկային իրավունքներ ու պաշտպաններ եւ հայ համայնքի գործիչներ ու նոր սերունդի ներկայացուցիչներ։ 31 մայիսին Թիֆլիսի պատմական Մեյդանի հրաբարագին մեջ 112-րդ անգամը լալով նշվեցավ ավանդական Վարդադոնը, նվիրված մեծ աշուղ Սայաթ Նովայի հիշատակին։ Դոնական ցերնարգը դարիները իվեր կհամախմբե հայ համայնքը, մշակութային գործիչներն ու բազմաթիվ հյուրեր։ Սայաթ Նովայի ստեղծագործական ժառանգության կենտրոնի ներկայությունը ընդգծելով շրջանի մշակութային կյանքին մեջ։ Վարդադոնը գազམ་ագերբված էր վիրահայոց թեմին եւ մշակութային շարք մգարություններու նախաձեռնությամբ։ Օրվան ընթացքին մասնագետները նախ այցելեցին Սուրբ Գևորգ եկեղեցի, ուր կատարվեցավ հոգեհանգստյան արարողություն, ապա Սայաթ Նովայի շիրիմին վրա ծաղիկներ զետեղեցին, անոր հիշատակին հարկանքի դուրք մատուցելով։ Դոնական ձեռագիրը շարունակվեցավ Մեյդանի հրաբարագին մեջ երաժշտական եւ բարային ելույթներով։ Համերկային ձեռագիրին մասնակցեցան Թիֆլիսի եւ Չավախքի ստեղծագործական զանազան խումբեր եւ անհատ կատարողներ։ Վարդադոնը ոչ միայն հիշատակի օր մնե, այլև մշակութային գամուրջ, նորա սերունդներուն փոխանցելու Սայաթ Նովայի հարուստ ժառանգությունը եւ հայ վրացական եւ դարաշրջանի արվեստի զարգացումի մեջ ունեցած անոր ներդրումը։ Վարդադոնը նշելու ավանդության սկիզբը տրվեցավ 1914-ին Թիֆլիսի մեջ, երբ Հովհաննես Թումանյանի եւ շարք այլ մտավորականներու նախաձեռնությամբ գազམ་ագերբվեցավ Սայաթ Նովայի հիշատակին նվիրված առաջին ծաղկահավաքը եւ արարողությունը։ Այդ օրեն ի վեր Վարդադոնը դարձած է Թիֆլիսի հայկական մշակութային կյանքի ամենանշանավոր ցերնարկներեն մեկը։ Հարկելի ունգընտիրներ վանացայինեն CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնաղորդաբար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։